ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը և Տիկին Լիաննա Մանուկյանի թեկնածությունը այս պաշտոնում։ Երեկվա քննարկումների արդյունքում Տիկին Մանուկյանը չկա, ափսոս, կարող եմ միանշանակ ասել, որ մենք ունենք ավելի լավ թեկնածու այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում և ես իրեն ուղղակի կարող եմ խորհուրդ տալ, նաև իմ փորձից ելնելով, երբ որ Երևանի ավագան նույն Դոնթի բանաձևով Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահն էի, կրթության ոլորտի գիտելիքներ ունեի, բայց օրենքների, կարգերի հետ կապված կային խնդիրներ, որ ժամանակի հարց է և դա կարելի է վերականգնել։ Հարգելի գործընկերներ, ստեղ իմ գործընկեր Ծովինար Վարդանյանը ասեց Լիբանանի տարբերակը և Լիբանանի դեֆոլտի թեման տենց հումորային է դարձել, ամենևին։ Ինչ է անում ուժեղ Հայաստանը այս թեմայի հետ։ Այս մարդիկ նոր fake սերիալ են նկարում։ 300,000 ադրբեջանցիների վերաբերյալ թեման և սերիալը բարեհաջող տապալվել է, իմիջիայլոց ուր են այդ 300,000-ը, կամ 1000-ը, կամ 100-ը։ Այդ թեման բարեհաջող տապալվել է, հիմա իրենց իսրայելցի, թե այլ ազգի ուրեմն փորձագետները խորհուրդ են տվել ևս մի ահասարսուր թեմա բերել օրակարգ։ Բայց, սիրելի հայրենակիցներ, այս գլխից մենք կվիժեցնենք այդ թեման և հիմա կասեմ ինչու։ Հարգելի գործընկերները, տնտեսագետներ, պարոն Ֆարմանյանը, պարոն Կարապետյանը, այստեղ խոսում են Լիբանանի դեֆոլտի թեմայից, բայց դրա դեմ շատ լուրջ և հստակ հակակշիռ փաստարկներ կան։ Ժորժ ջան, դուք ընդհանրապես վարկանիշային կազմակերպությունների վարկանիշները նայում եք, նույնիսկ եթե այդ թեմային մոտ թեմա կա Հայաստանի Հանրապետությունում, Moody's հեղինակավոր ընկերությունը 2026 թվականի հուլիսի 28-ին փոխում է Հայաստանի վարկանիշը կայունից դրականի, BA3-ի, և պատճառը ինչ է գրում։ Պատճառ տնտեսական աճի բարձր ներուժ և ամուր մակրոտնտեսական ցուցանիշներ։ Fitch-ը Հայաստանի Հանրապետությանը տվել է BB- վարկանիշ, պահպանելով դրականը։ Հրապարակվել է հուլիսի 10-ին, Standard & Poor's, վստահ եմ գիտեք, տվել է BB- 2026 թվականի փետրվարին կայունից փոխելով դրականի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով պայմանավորված կար վտանգ պետության զավթման։ Սա փետրվարին է տեղի ունեցել, և դուք եկել եք ինչ-որ Լիբանանի դեֆոլտից եք ստեղ խոսում։ Լիբանանի դեֆոլտը մի քիչ ուսումնասիրեք, էլի։ Այս ընկերությունները, այս կազմակերպությունները, Լիբանանի դեֆոլտը, երբ որ պետք է սկսվեր, դրանից 7-ից 9 տարի առաջ են սկսել դրա մասին խոսել։ Այս ընկերությունները վերցնում են վերջերս կայունից փոխում են դրական, դուք եկել եք ստեղ Լիբանանի դեֆոլտից եք խոսում Հայաստանում։ Մենք չենք թողի ձեզ հերթական 300,000 ադրբեջանցիների fake սերիալը նկարեք այստեղ, օգտագործելով այս ամբիոնը։ Մի բան էլ ասեմ, էլի, այս բարձր ամբիոնը էլ հրապարակներ չեն, էլ չգիտեմ, ձեր fake-երի էջերը չեն, ձեր լրատվականների էջերը չեն։ Ժորժ ջան, այս ամբիոնին հետևում են նաև միջազգային կազմակերպությունները, միջազգային գործընկերությունները։ Ոնց կարելի է ձեր նեղ անձնական կուսակցական շահերից ելնելով գալ Հայաստանի վերաբերյալ սենց բաներ խոսել, երբ որ դրան հիմք չկա ընդհանրապես։ Ոնց եք դուք այս ամբիոնը օգտագործում այդպես fake-էր հնարելու համար։ Եկել են ստեղ ասում են բանը, պարոն Աբրամյանն է ասում, ևս մի բան, որ չի ստուգել է, ընդհանրապես չի ստուգել, այս բարձր ամբիոնից հարց է տալիս, միջազգային բանկերը, դրսի բանկերը ինչի են ստեղից գնում։
Եղբայր, մի հատ ուսումնասիրեք, նոր խոսեք, որովհետև ստեղից գնացող լուրերը տիրաժավորվում են։ Ինչ միտման մասին եք խոսում, պարոն Աբրամյան, HSBC հիմնավորումը տեսել եք, բոլոր եվրոպական երկրներից մեծ մասից գնացել են, մարդիկ ասել են, մենք գնում ենք այնտեղ, որտեղից սկսել ենք Մեծ Բրիտանիա եւ Հեռավոր Ասիա։ Ինչ միտում։ Պրոկրեդիտ բանկի մասին գերմանական, որ խոսում եք, ինչի՞ա գնացել է կազմակերպությունը ստեղից բանկը, որովհետև ներքին կառավարման խնդիրներ ա ունեցել։ Կրեդի ագրիկոլի մասին եք խոսում, ինչի՞ա գնացել, որովհետև Կրեդի ագրիկոլը դուրս է եկել բոլոր այն բանկերից, որտեղ չի ունեցել մեծամասնություն, ընդ որում մինչև վերջերս է մնացել։ Մինչև վերջերս։ Եվ եթե հանկարծ մեր բանկերը խնդրեմ ունենային, ընդ որում այն ինստիտուտներից է, որ ամենակայացածներից է եւ ամենավստահելիներից։ Այս մարդկանց հրավիրում են ամբողջ աշխարհում իրանց համար դասախոսություն կարդան, թե ոնց է այս համակարգը սենց կայացել։ Դուք եկել եք ստեղ վարկաբեկում եք բանկային համակարգը։ Ագբա բանկի բաժնետեր է դարձել 20 միլիոնի ներդրում է վերջերս արել ֆրանսիական ներդրումային գործակալությունը։ Կարար ընենց լիներ, որ Կրեդի ագրիկոլը ստեղ խնդրեմ տենար բանկից դուրս գար, ֆրանսիական զարգացման գործակալությունը գար 20 միլիոնի ներդրում աներ այդ բանկում։ Կարող էր այդպիսի բան լիներ։ Մեր թոշակային հիմնադրամը կառավարում է Եվրոպայի ամենամեծ հիմնադրամը Ամունդին։ Եթե մենք խնդրեմ ունենայինք, իրանք ստեղ կմնային, աշխարհում 7-րդն է, 8-րդն է, Եվրոպայում ամենամեծը։ Ոնց եք դուք գալիս այս ամբիոնիցը տենց բաներ խոսում, ոնց էլի մի հատ բացատրեք։ Պարոն Ֆարմանյանը ասում է բանը, այ Վրաստանում ամենալավ վարկերն են։ Դուք ChatGPT-ից օգտվում եք ընդհանրապես, գոնե դրանից օգտվեք։ ChatGPT-ին հարցնում ես, կարող ես համեմատել բանի Վրաստանի եւ Հայաստանի բիզնես վարկերի տոկոսադրույքները, ինչ է ասում ChatGPT-ին։ Ասում է, եթե դուք վարկ եք վերցնում արտաժույթով, ապա թե Հայաստանում եւ թե Վրաստանում տոկոսադրույքը գրեթե նույնն է։ 8% շրջանակներում։ Իսկ ազգային արժույթով վարկավորման դեպքում Հայաստանում հնարավոր է գտնել ավելի ցածր մեկնարկային տոկոսադրույքներով, սկսած 9.5%-ից, մինչդեռ Վրաստանում միջին տոկոսադրույքը կազմում է 11.5%։ Եվ լավ տնտեսագետը պետք է իմանա, որ մեր բանկերը ունեն առավելություն, որտեղ մենք ունենք շատ բանկեր, մրցակցային է Վրաստանում 1, 2, թե 3 բանկ է։ Ու էլի այս ամբիոնը օգտագործել այդպիսի երևույթներ տիրաժավորելու համար։ Հարգելի գործընկերներ, էլի բաներ են հնչել, հա, ամենակարևորը դեռ ժամանակ ունեմ ասելու։ Ասում են, ձեր կառավարությունը մեր արտահանողների համար խնդիրներ է ստեղծել։ Իրենք ընդունում են, որ դա քաղաքական է, այդ հələ քիչ է։ Կա մի ամենաձախողված քաղաքական գործիչներից մեկը մեր դաշտի Ավետիք Չալաբյանը, հայաքվե։ Ըստ իրավապահների եւ ըստ մամուլում տարածված նյութերի, այս մարդը փետրվարին գնում է Ռուսաստանին, ասում է Ռուսաստանի դիվանագետներին, սիրելի դիվանագետներ, դուք մեզ օգնած կլինեք քաղաքական դաշտում, երբ սանկցիաներ կիրառեք դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների համար։ Ու այսքանից հետո իրենք Հայաքվեի եւ Չալաբյանի հետ ապրիլ ամսին դաշնակցային հուշագիր են ստորագրում։ Ու հիմա եկել են ասում են կառավարությունը մեր արտահանողների համար խնդիրներ է ստեղծում։ Հարգելի հայրենակիցներ եւ արտահանողներ, խնդիրներ ստեղծում են իրենք, որովհետև գնացել են կաբինետներով ֆռացել են տարբեր պետական ատյանների եւ ասել են, որ պետությանը վնաս տալու համար եւ երկրում խնդիրներ ստեղծելու համար պատժամիջոցներ կիրառեք մեր արտահանողների համար։ Էսա իրենց քաղաքական ուղին։ Մի օգտագործեք այս ամբիոնը մեր տնտեսությանը վնասելու համար, այլ բաներ հնարեք, շնորհակալություն։ Շնորհակալ